Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր հունիսի 17, սեր և ատելություն։ Եթե մեկն ինձ մոտ գա և չատե իր հորը և մորը, կնոջը և որդիներին, և եղբայրներին և քույրերին, և հենց իր անձն էլ, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ղուկաս 14:26 խոսք։ Հունարեն ատել բառը նշանակում է համեմատած ավելի քիչ սիրել։ Տեր Հիսուսը կոչ է անում մեզ ունենալ իր հանդեպ այնպիսի սեր, որն այնքան ընդգրկուն, ջերմեռանդ և բացարձակ է, որ մեր երկրային զգացմունքները չեն կարող մոտենալ դրան։ Գիտենք արդյոք, թե ինչ է նշանակում գալ նրա քաղցր ներկայության մեջ և ոչինչ չխնդրել։ Մոտենալ նրան պարզապես այն պատճառով, որ երախտապարտ ենք, որ նա այդքան շատ է սիրում մեզ։ Շատ դեպքերում մենք եսակենտրոն ենք մեր աղոթքներում. տուր մեզ, օրհնիր մեզ, գործածիր մեզ, պաշտպանիր մեզ։ Այս ամենը կարող է սուրբգրային լինել, բայց ուշադրությունը կենտրոնացած է մնում մեզ վրա։ Նույնիսկ Տիրոջ համար մեր աշխատանքը դարձել է եսասիրական։ Մենք ուզում ենք, որ նա օրհնի մեր ծառայությունը, որպեսզի իմանանք, որ մեր հավատքը անկեղծ է, բայց Տերն ավելի շատ հետաքրքրված է նրանով, թե ինչ ենք դառնում նրա մեջ, քան նրանով, թե ինչ ենք անում նրա համար։ Հնարավոր է դուք տառապում եք, քանի որ ծառայության դռները փակվել են, դուք կարող եք ձեզ փակված զգալ, կամ կարող եք մտածել, որ ավելի օգտակար կլինեք Տիրոջը որևէ կարիքավոր միսիոներական դաշտում։ Կարծում եմ, որ մենք չենք կարող ավելի օգտակար լինել Տիրոջը, քան այն ժամանակ, երբ սիրով ծառայում ենք նրան աղոթքի ծածուկ սենյակում։ Երբ մենք փնտրում ենք Տիրոջը և քննում նրա խոսքը նրան ճանաչելու համար, մենք գտնվում ենք մեր օգտակարության գագաթնակետում։ Մենք ավելին ենք անում Աստծուն փառավորելու համար, նրա հետ սիրային հաղորդակցության մեջ լինելով, քան որևէ այլ բան անելով։ Այն մարդը, ով հաճախ է աղոթում և Տիրոջ հետ հաղորդակցվում, կստանա իմաստություն, Սուրբ Հոգու ճշգրիտ կարգված ժամ և գերբնական զորություն կատարելու Աստծո կամքը։ Ինչ ծառայություն էլ որ նա բերի մեզ համար, տանը թե դրսում, այն հեշտությամբ կընթանա նրա հետ մեր հաղորդակցությունից։